Իր բորբոզնած լոզունգներին արդեն ոչոք չի հավատում։ Մենք իրեն ատում ենք, որովհետև ինքը մեծ դժբախտություն բերեց մեր ազգին, շատ մեծ։ Ժողովուրդն այսպես է արձագանքում Փաշինյանի այսօրվա ֆեյսբուքյան մտորումներին, թե ինքը ժողովրդի իշխանության տեղապահն է ու թե իր դեմքով ժողովուրդն է եկել իշխանության։ Նա իրավունք չունի իրեն նույնականացնել ժողովրդի հետ, ասում են բազմաթիվ երևանցիներ, նկատելով Փաշինյանի հանդեպ վստահությունը ժամ առ ժամ է պակասում։ Ոչ մի վստահություն, զերո վստահություն։ Չի կարելի վստահել մի պետության, որը չի կատարում իրեն պետականորեն իրեն վրա դրված հիմնական պարտականությունները։ Չի տեսնում, որ ժողովուրդը ոնց է խոսում իր մասին։ Դերի հիասթափված է ժողովուրդը։ Ուղղակի որ տեսնում եմ հեռուստացիցով խոսում, անջատում գնում է, որ ձենը չի լսել։ Այս ժողովուրդն է բերել։ Պատմությունն ասում է ամեն ժողովուրդ արժանի է իր թագավորին։ Հայլուրի հարցախույզին մասնակցած քաղաքացիների համոզմամբ Նիկոլ Փաշինյանը կտրվել է իրականությունից, ապրում է 2018-ի պատրանքներով։ Եթե մարդիկ խաբնվել են 18 թվականին, ընտրել են իրար, ու 18 թվականից հիմա հետևողական, որ մեկը նստի շարադրի, բոլոր իր քայլերը միտված են նրան, որ մեզ կործանության տանի։ 18 թվականին ես չեմ սիրել իրեն, չեմ ընտրել իրեն, ես ընդհանրապես իրենից զզվում եմ, որովհետև տհաս միջակությունը քարուքանդ է անում ազգը։ Մենք հենց զավակ ենք կորցրել ու դավաճանության շնորհիվ քարուքանդ է արել իր այդ շենքերը, թաղամասերը, եսի միջերը, ծիծաղելի է, ազգ եւ հոգեբանություն է փոխել։ Քաղաքացիների մեծ մասը Փաշինյանին համարում է պատմական ձախողումների, արհավիրքների թալանի վառ խորհրդանիշ։ Նրա բոլոր արած գործողությունները անդառնալի են։ Նա բերեց պատերազմ։ Նա հրաժարվեց իրեն ռազմավարական դաշնակիցներից։ Նա զրո կետից սկսեց ինչ-որ բանակցություններ, որոնք անհաջող եւ բերեցին աղետալի արդյունքներ։ Նա վատթարացրեց երկրի սոցիալական իրավիճակը։ Նա բարձրացնում է բոլոր հարկատեսակները, որպեսզի ապահովի իր եւ իր խմբի պարգևավճարները եւ բարձր աշխատավարձները։ Էլ ինչ ասեմ, էլի կարելի է թվարկել։ Պատերազմից հետո շատ բաներ կարծիքի առումով փոխվել է։ Եթե այս տեմպերով շարունակվի, գնալով ավելի վատը եւ կրթական ոլորտ, ցանկացած ոլորտ գնալով ինձ թվում ավելի խնդիրներ են առաջանում։ Չեմ կարծում այդպես շարունակվի ու այդ ղեկավարության մարդիկ այդ ղեկավարության օրոք ապրեն, չեմ կարծում։ Լևոնից կործանարարը մեկ էլ սա է։ Դոս Լևոնի շարունակությունը 15 թվականի սահմանադրությունը գրեց, կոստյումը հագցրեց սրա վրա, բերեց 18 թվականին խելոք հանձեց։ Լրագրողական մեր հարցախույզի 30 մասնակիցներից միայն 7-ն են խոստովանում, որ քվեարկել են Փաշինյանի օգտին։ Այդ 7-ից միայն 2-ին հուսախաբ չի արել Փաշինյանը։ Նախկին իշխանության ավելի չեմ վստահում, քան այսօրվա։ Ես 90 տարեկան եմ, ով չլինի մեկը ինձ համար արդեն էլի։ 90 տարեկան, թե 9։ Իրավունք չունենք ճակատագրական այս պահին անտարբեր լինել։ Զգոնության է կոչում մի երիտասարդ աղջիկ։ Միանշանակ դեպի կործանում է գնում, միանշանակ։ Չգիտեմ, այս հանգստությունը, այս անտարբերությունը, այս իմիջայլոց վերաբերմունքը ժողովրդի։ Զարուհի Սահակյան, Հերիկ Համազասպյան և Հարություն Մաթևոսյան, Հայլուր։